Կուսակցությունը եւ հատկապես Գյումրիի քաղաքապետի տեխնացու Վարդան Ղուկասյանը սպասում են Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Ինչ որոշում կկայացնի կուսակցությունը այս պահին չեն հայտարարում, բայց ասում են, որ դրա համար դեռ ժամանակ կա։ Տաղավարում այս պահին հյուրընկալել եմ Հայրենի կուսակցության խորհրդի անդամ փաստաբան Արսեն Բաբայանին։ Բարև պարոն Բաբայան։ Միջև անցնենք Գյումրի Մարտուն Գրիգորյանի այս որոշմանը, քիչ առաջ ավարտվել է այսպես կոչված տատիկների գործով դատական նիստը եւ այս հարցը մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ ձերբակալվածների շարքում էին 60, 70 եւ 71 եւ 90։ 90-ամյա 71, 75, 90 տատիկները։ Ինչ գործ է սա եւ ինչու էին այդ տատիկներին տարել ձերբակալվածների պահմանվայր։ Մեղադրանքը վերաբերում է ընտրակաշարքի խոստմանը, թե իբր տատիկները խոստացել են կամ տատիկներից մեկը խոստացել է այն մյուս տատիկների ընտրակաշարք տա։ Սրա մասին է գործը։ Բնականաբար կաշկանդված լինելով այդ նախաքննական գաղտնիքով, որին իհարկե մենք առարկել ենք, մեզ նախազգուշացրել են, որ չեն կարող հրապարակել տվյալներ, դե պարզ է ինչի են, այս ամեն ինչ արել, որովհետև ակնհայտ է, որ սկսենք խոսել են ամեն ինչի մասին, ինչը որ կա կամ չկա գործում, շատ մեծ իրենց համար խայտառակություն է լինելու։ Ամեն դեպքում հաշվի առնելով դա, պիտի ասեմ, որ գործ ունենք մի դեպքի հետ, երբ իրար հետ բարեկամական կապի մեջ գտնվող անձին քննարկել են որոշակի հարցեր, դա դիտարկել են որպես կաշառքի խոստում։ Այս գործը։ Անահիտ Խալաթյանին էլ տարել էին ձերբակալվածների պահմանվայր եւ նշում էր, որ խփել են, հարվածել են նրա գլխին եւ Տիկին Անահիտ ինքն է ինձ պատմել այդ մասին, որ օպերացիվ ծառայողները ձերբակալելիս մեքենայի մեջ, մեքենա նստեցնելիս եւ հետո իջեցնելիս հարվածել են մի քանի անգամ գլխին, քաղաքական բնույթի հարցեր են բարձրացրել, թե ինչ գործ ունես Մարտունի հետ, կգնաս ցմակ կնստես արի սաղ պրիզնատարի, այս որակի, այս կարգի խոսակցություններ, Տիկին Անահիտն էլ ասաց, որ ինքը պատրաստ է ցմա նստելու հանուն Մարտուն Գրիգորյանի, ինձ ասել այդպես, սա է, այսինքն ակնհայտ է, որ այստեղ քրեական օրենսգրքի կամ քրեական դատավարության օրենսգրքի հետ կապված որևէ process չկա, սա բացառապես քաղաքական process-ներ են։ Տիկին Անահիտին ուզում էին տնային կալանքի, ներկայացրել էին տնային կալանքի, քիչ առաջ, ժամ-ժամկես առաջ դատարանը, այո, մերժեց այդ միջնորդությունը եւ կիրառեց ի միջնորդությամբ արդեն վարչական հսկողություն։ Շատ լավ, արդեն վերադառնանք Գյումրի հետընտրական process-ներին, դեռ նախընտրական փուլում Մարտուն Գրիգորյանը եւ մյուս տեխնատուները հայտարարում էին, որ իրենց մերձավորների կամ իրենց հանդեպ ճնշումներ կան, մասնավորապես Մարտուն Գրիգորյանի հորն ու որդուն ձերբակալեցին։ Այո, 2 օր առաջ ընտրություններից։ Այո, սա ինչպես անդրադարձավ ընտրությունների ելքի վրա եւ ինչ ազդեցություն թողեց հենց ընտրությունների վրա։ Ես չեմ կարող գնահատել ելքի վրա ինչպես անդրադարձավ, բայց կարող եմ ակնհայտ ասել, որ իշխանությունը նպատակ ուներ ամեն կերպ խոչընդոտել, որ ընդդիմությունը ձայն ստանա եւ միաժամանակ ամեն տեսակ խախտումներով, նույնիսկ հանցավոր գործողություններ իրականացնելով փորձում էին իրենց ձայները ավելացնել, բայց դե մենք տեսանք, որ դա տեղի չկարողացան, չհաջողվեց իրենց։ Այսինքն կարող ենք փաստել, որ այդ ճնշումները բարեկամների, կամ Մարտուն Գրիգորյանի հոր, որդու, թիմակիցների, ընկերների նկատմամբ, որ մինչև այս պահն էլ շարունակվում է, որևէ կերպ չխանգարեց Մարտուն Գրիգորյանին եւ իր թիմին, որպեսզի կարողանա գրանցի հաջողություն։ Նրա հայրն ու որդին նշենք, որ այս պահին արդեն ազատության մեջ են։ Թեև ազատություն, կիսա ազատության մեջ են, որտեղ նրանց նկատմամբ վարչական հսկողություն կա կիրառված։ Երեկոյան ժամ 8-ից մինչև առավոտյան ժամ 8-ը պարտավոր են լինել տանը։ Շաբաթական 2-3 անգամ պարտավոր են ներկայանալ պրոբացիայի ծառայություն։ Ընդ որում դա անժամկետ, մինչև վարույթի ավարտը։ Պարոն Բաբայան, կարող է սա ազդել Մարտուն Գրիգորյանի որոշման վրա։ Ես վստահ եմ, որ ոչ, ճանաչելով թե Մարտուն Գրիգորյանին եւ թե այն թիմին, որը կանգնած է հիմա Մարտուն Գրիգորյանի կողքը, վստահաբար դա չի կարող ազդել։ Եվ եւս մեկ հարց, ամբողջ հանրությունը սպասում է Մարտուն Գրիգորյանի որոշմանը, այնպես է ստացվել, որ հենց նրանից է կախված, թե ով կդառնա Գյումրիի քաղաքապետ։ Ով ասեց, որ ամբողջ հանրությունը սպասում է, չէ։ Մեր հարցումներն են ցույց տալիս։ Ճիշտ են անում, որ սպասում են, բայց ամեն բանի ժամանակն ունի։ Իսկ ով ասեց, որ հիմա պիտի այդ մասին հայտարարություն արվի։ Իսկ ինչու ոչ հիմա։ Որովհետև դրա համար կա ժամանակ, որի ընթացքում կարող են շատ իրադարձություններ տեղի ունենալ։ Մասնավորապես հնարավոր է, որ վերահաշվարկների արդյունքներում օրինակ մանդատների փոփոխություն տեղի ունենա։ Մասնավորապես հնարավոր է, որ շարունակեն օրինակ Վարդան Ղուկասյանին կամ նրա թիմակիցներին որևէ շանտաժի կամ քաղաքական հետապնդումներով պարտավորեցնեն կատարել այլ բաներ։ Օրինակ ԿՊ-ի օգտին քվեարկել եւ բազմաթիվ այդպիսի հարցեր։ Ամեն դեպքում դուք կարծում եք, որ չի ուշանում Մարտուն Գրիգորյանի պատասխանը։ Գիտեք, եւ օրենքով, եւ քաղաքական որոշումների իմաստով Հիմա ես մի բան հարցնեմ, ես ուզում եմ հասկանամ, եթե Մարտուն Գրիգորյանը հենց այսօր հայտարարի որևէ բան, դա այսօր տեղի է ունենալու։
Ենթադրենք հայտարարեց, որ լավ, կտանք այդ ձայները Վարդան Ղուկասյանին։ Այսօր Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ։ Բայց հանրությունը կիմանա, որ Վարդան Ղուկասյանը կդառնա քաղաքապետ։ Հանրությունը կարծում եմ, վստահ եմ, ոչ ուղղորդված հանրություն, հա, իրական հանրությունը մի կարևոր բան պիտի իմանար եւ ուզում էր իմանալ։ Դա այն էր, ինչ հայտարարեց Մարտուն Գրիգորյանը, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Էս պիտի լինի կարևորը։ Սրանից ավել ես չեմ կարծում, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են անուններ կամ այն մարդիկ, ովքեր ուզում են հենց այս պահին հայտարարվի, որ ես այս քայլն եմ անում, դրանք արդեն ոչ օբյեկտիվ ցանկությունների հետևանք է, որտեղ օրինակ ուզում են, որ կոնկրետ այս պահին ասես խոսք տրվի, որ այս մարդը լինելու է այս պաշտոնին, այն պաշտոնների կռիվ, այն անում են։ Լավ, եթե ուզում եք պաշտոնների կռիվ անեք, բա մեզ ինչ եք մեղադրում, կամ Մարտուն Գրիգորյանին ինչ եք մեղադրում պաշտոնների կռիվ անելու մեջ։ Ժամանակ կա, մինչև ամսի 14-ը ժամանակ կա։ Հենց կգա հարմար պահը, ընդ որում շատ նորմալ կլինի, օրինակ, որ ոչ մի հայտարարություն չարվի եւ մի քվեարկության օրը որոշումը դուք տեսնեք։ Պարոն Բաբայան, թեև եւ ժամանակ կա, բայց կարող է այնպես դասավորվել, որ Վարդան Ղուկասյանի ձայները տալուց հետո այնպես ստացվի, որ նրանց միջև որևէ երկխոսության արդյունքում Մարտուն Գրիգորյանը դառնա քաղաքապետ։ Ես չեմ կարող այդպիսի բան ասել։ Ես կարող եմ վստահ մի բան ասել, ինչը կարդացել եմ Մարտուն Գրիգորյանի հայտարարության մեջ եւ անվերապահորեն հավատում եմ։ Եթե այդ իմ հավատը չի իրականանա, եթե այլ բան կլինի, ես կհիասթափվեմ։ Դա այն է, որ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը չի ունենալու քաղաքապետ Գյումրիում։ Ինձ համար այդ ամենակարևորը։ Հիմա թե Վարդան Ղուկասյանը կլինի, թե Ռուբեն Մխիթարյանը կլինի, թե Մարտուն Գրիգորյանը կլինի, թե Կարենը կլինի, իմ համար էական է, որ քաղաքացիական պայմանագիրը չի ունենալու քաղաքապետ։ Սարիկը չի լինելու, քաղաքացիական պայմանագրից մեկ այլ անց չի լինելու։ Հեսա կարևորը։ Ձեր դիտարկմամբ ինչու ընդդիմությունը չկարողացավ ավելի ուժեղ դիրքեր զբաղեցնել, սա քաղաքական ճգնաժամի պատճառով էր պայմանավորված, մասնավորապես Մարտուն Գրիգորյանի հոր եւ որդու ձերբակալությամբ, ծրագրերն էին քիչ, թե ինչ որ բանի այնտեղ տեղ ունեցել։ Ուզենք թե չուզենք, իշխանությունը միշտ ունի տես մինիմալ ինչ որ մի, հա, տոկոսային շեմ, որ այդքանը միշտ հավաքում ամենատարբեր իրենից կախված անձանց եւ նրանց ընտանիքների միջոցով։ Մենք ականատես եղանք վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառումների, հա, օգտագործման, մենք ականատես եղանք քաղաքական այդ հետապնդումներով, բնականաբար դրանք ունենում են ազդեցություն։ Ես համոզմունք ունեմ, որ այդ 30 քանի տոկոսը չէին ունենա քաղաքացիական պայմանագիրը, եթե իրապես լիներ արդար ազնիվ ընտրություններ։ Ընդ որում ընտրությունների կեղծելը դա միայն քվեաթերթիկը, քվեատուփ, հա, ավել քվեաթերթիկներ գցելով չի։ Դա դեռևս սկսվում է նախընտրական քարոզարշավից։ Օրինակ, Սարիկ Մինասյանը շեբենապատման աշխատանք անում, դրանից շատ ավելի վաղ, այն որ 2007 թվականից Մարտուն Գրիգորյանն իրենց ընտանիքով հայրը անում էր այդ նույն գործողությունները, Սարիկից ավելի վաղ արված այդպիսի մի աշխատանք, տեսագրություն դրվում է եւ Մարտուն Գրիգորյանի հոր ու որդու նկատմամբ խափանման միջոց է կիրառում։ Ուրասարիկ Մինասյանը իր համար հանգիստ պատտվում է։ Հա, իդեպ իմ վերջի հորդորով վարչական պատասխանատվության են ենթարկել Սարիկ Մինասյանին, որ երեխային առաջն է, հա, դիմացն էր մեքենային ըստ ասել, դետել տենց ասում են, մենք էլ ասում ենք կլինի վարչականը մեր նկատմամբ կիրառեք, քրեականը իրենց նկատմամբ, էլ այսպես sense հիմա ինչ էիք ուզում այս պայմաններում։ Բնականաբար պիտի ունենային այդքան ձայն։ Իսկ ըստ ձեզ ընտրություններում ընդդիմության մասնակցության ձևաչափը ճիշտ էր, թե ոչ։ Ես չեմ կարող հիմա այս պահին գիտեք, երբ որ ամեն ինչ արդեն անցել է, ձայների քանակը գիտենք որոշակի առումով։ Հիմա այնքան հեշտ է ասել, որ չէ, սխալ էր, սենց էր պետք անել, նենց էր պետք անել։ Միշտ պիտի հիշենք, որ հետ նայելով հնարավոր է ցույց տալ, որ դու շատ խելացի ես։ Բայց այն ժամանակ կարծում եմ, ինչ որ արվել է օպտիմալ ամենաճիշտ տարբերակը, որովհետև գոնե ես այլ տարբերակ այն ժամանակ չեմ մտածել, որ կարելի անել։ Ումի վերջին հարց, կարծում եք, որ վերահաշվարկի արդյունքում ի օգուտ Մարտուն Գրիգորյանի որևէ փոփոխություն տեղի կունենա։ Ես օգուտ որևէ մեկի չեմ կարծում։ Ես ոչ էլ վնաս, ես կարծում եմ կարող է տեղի ունենալ փոփոխություն, որի արդյունքում մինչև անգամ կարող է խմբակցություններից մեկը պակասի օրինակ։ Հնարավոր տարբերակներ են դրանք։ Դրա հետևանքներ կան։ Հա, կան, բայց չեմ ուզում առաջ ընկնենք, սպասենք։ Կան օրինակ վերջի խմբանը, հա, խմբակցությունը շատ քիչ ձայներով է հաղթարել այդ շեմը։ Հիմա մի քանի տեղ վերահաշվարկ են անում, մենք ինչ իմանանք, ինչ տեղի կունենա այնտեղ։ Հասկանալի է, շնորհակալություն։ Եվ մի հարցել ես ինքս տամ ու պատասխանեմ։ Մի կարևոր հանգամանք պիտի հասկանանք։ Ի վերջո շատ դժվար է իրականում, մենք չգիտենք գյումրեցիները ինչ են ուզում։ Մենք երկուսով Երևանում չգիտենք։ Գյումրեցիները ուզում են Վարդան Ղուկասյանը լինի, Մարտուն Գրիգորյանը լինի, այն մյուս տեխնացուն լինի, այն մյուս տեխնացուն լինի, բայց մենք հստակ գիտենք մի բան, որ
գյումրեցիների անդիմադիր մեծամասնությունը ձայն է տվել Ռուբեն Մխիթարյանի եւ Մարտուն Գրիգորյանի, որովհետեւ նրանց երկուսի ձայները ավելին են, քան միայն երկուսինը, քան օրինակ Վարդան Ղուկասյանինը։ Պարոն Բաբայան, Գյումրիում եղած ժամանակ միայն անդիմադիր բնակիչների հետ եք շփվել։ Չէ, ձայների արդյունքներն եմ ասում։ Չէ, շփումների արդյունքում եմ հարցնում։ Շփումների արդյունքներում ես շատ բարեկամներ ունեմ, ես շատ հետ եմ շփվել։ Բայց հիմա մենք ընդհանրապես օբյեկտիվ փաստերի վրա կարող ենք, չէ՞։ Այդ շփումների արդյունքում ձեր կարծիքը մարդկանց մեծամասնությունը ում է վստահել։ Ես մի րոպե պիտի շփումներով դա հասկանամ, թե թվերով, որոնք որ արձանագրված են։ Ձեր շփումների մասին եմ միայն հարցնում։ Իմ շփումների բնականաբար Մարտուն Գրիգորյանը, որտեղ իմ շրջապատ իմ ընկերները, ինչպես եւ ես։ Համարի հարցնում միայն անդիմադիրների հետ եք շփվել։ Ես դրա ասում եմ փաստացի թվերով եմ ասում, թվերով։ Ովքեր են ինչքան ձայն են ստացել։ Մարտուն Գրիգորյանի եւ Ռուբեն Մխիթարյանի ձայների տոկոսների գումարը ավելին է, քան օրինակ Վարդան Ղուկասյանի ձայների կամ տոկոսի գումարը։ Սրա մասին էր խոսքը։ Շնորհակալ եմ շատ հարցազրույցի համար։ Հիշեցնեմ, որ հյուրս հայրենի կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանն էր։ Իսկ այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Facebook-ում ու Instagram-ում կամ այցելեք պաշտոնական մեր կայք www.abcmedia.am։